Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ ավակել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերով մեր հոգին կերակրելու։ Այսքան կերակրվեք Աստծո խոսքով, այնքան Աստծո վախը ձեր մեջ ուժեղ կգործի, այնքան լեցուն կլինեք եւ Աստծո վախը ավելի կկատարելագործվի ձեր մեջ եւ ով սուրբ է էլ ավելի սուրբ կդառնա, ամեն։ Իսկ այդ նույն Աստծո վախով լեցվածը եթե օրորի պակասեցնի գիրքը, աղոթքը ու պաշտամունքը, օրորի կգաղճանա եւ շունը կդառնա իր փխսածը ուտելու եւ լվացված խոզը ցեխերի մեջ թավալվելու, ամեն։ Ուրեմն լույսը մտավ, խավարն է հեռանում, գիրքը մտավ, մեղքն է հեռանում, խավարն ու մեղքը եկավ, գիրքն ու լույսն է հեռանում։ Եղավ լույսը ու խոսքը մեղքին ու խավարին են վանում, խավարը եւ մեղքը լույսին եւ Աստծո խոսքին։ Դե հիմա հարցն ու քո մեջ ով է հագավորում, խոսքն ու լույսը, թե մեղքն ու խավարը։ Խոսք, լույս, օրհնություն, մեղք, անեծք, խավար եւ փորձություններ, ամեն։ Մեղք, խավար, անեծք։ Այդ ես ուզում մնա, թող մնա։ Ես ուզում եմ խոսք, լույս, օրհնությունը մնա։ Ընտրողը դու ես։ Գիրքը մեղքին ավանում, մեղքը գրքին, որոշեք։ Ադոր համար մենք ուզում ենք շատ ասել սերտողությունները։ 2-3 գլուխ, տունը լսի 5-ից 10 գլուխ, ժամանակ ունես, պարապ մի մնա, համ գործը տարա, համ նաշտիկով, բերանդ փակ, լեզուդ գամած, սանձած, լսի ու փառավորատիրոջը, լսի ու փառավորատիրոջը, ատուզ լավ բան։ Իս երբ լեզուդ ու միտքդ ազատավ, այ Տեր Հիսուսը փրկի։ Եմ որ ասում որտեղ երկու գրիկ կա, չարքնդե գործ չունի։ Ինչից ասես կխոսենք։ Բացի Հիսուսից։ Ամեն, մի խնդացեք, ասեք այո, Տեր, մեզ փոխա, որ միայն քեզնով լսվենք, միայն քեզնով խոսենք։ Այսօրվա մեր սերտողությունն է ժողովողի 5-րդ գլխից սկսած։ Այն որ մեկը հարց է տվել, ժողովող ինչ է նշանակում, էլի, դե ես ասեցի, որ Սողոմոնի անունն է, Հեդիդա, Սողոմոն, ժողովող, ամեն։ Բայց թարգմանությունը երբ նայեցի ինտերնետում, ասում է մարդ, որ հավաքում է ժողովրդին ու հոգևոր ժողովներ անում, ամեն, ուրեմն կարամ ես էլ ինձ անվանեմ ժողովող, ամեն, ժողովող, ժողովրդին ժողովող, ժողովարան, չէ բառը, Աստծո ժողովրդի հավաքատեղի, ուրեմն ով կարում է Աստծո ժողովրդին ժողովի ու հոգևոր ժողով անցկացնի, նրան հոգևորապես կարան անվանեն ժողովող, ամեն, Աստծո զավակներին ժողովող եւ ժողովարանում ժողով արող, անցկացրող, ամեն, այդ է տալիս ինտերնետը իրա բացատրությունը եւ խելամիտ բան է, էլի, ինձ օդի մեջից վերցած։ Ուրեմն ժողովող 5-րդ գլուխ։ Զգուշացնում է անմիտ խոսելուց, ինչից ենք խոսում, եկանք այդ թեման։ Ամեն մի բառն ու վանկը մտածելով բերանից տան։ Ժողովուրդ նայ շատերը նայում են աչքերիս մեջ, իրենց են ստում, բայց հոգին ասում է, որ դու սուտ ես խոսում։ Կարևորը ինքդ պարագայում ճիշտ երևա, վերջ։ Մի ստի վրա 10 սուտ կորինի, որ իր սուտը ստով արդարացնի, բայց չի կարա։ Այդ ժամանակ գիտեք ինչ է կատարում։ Սիրո գաբանը փոխում է գավազանի հարվածների, խտալում ես թռնում է։ Հետո զղջում է։ Ժողովուրդ կարամ է սիրո հանդիմանությունը միշտ տան, բայց շատերի տետի չի փրկում։ Գիտես որ մեկին է փրկում։ Հոգևորին, հասունին, նայում ես ախպերս իրոք սխալ խոսացի, չէ։ Հələ չես էլ հանդիմանում, որ նայում ես մտքով աղոթք ես անում, այդ քույր իր սխալ խոսքից հանդիմանվում է ու հոգին էլ իրան ասել է, որ սիրուն բառեր չես արտահայտում։ Բայց մարդ կա սուտը ջրի պես խմում է, աշխարհիկիշ բառեր ասես օգտագործում է, հանդիմանում ես հələ ստով իր սուտն է ուզում պաշտպանի։ Թոտերը ողորմի ու զգուշ լինենք խոսելուց։ Զգուշացնում է անմիտ խոսելուց, հարստության ունայնությունը, գոհունակություն։ Զգուշ եղիր ոտքերիդ համար, խորհուրդը ճանապարհին քննիր, թե
հոգուց կառավարվելով եւ սուրբ կյանք ապրելով ես գնում եկեղեցի, գնում ես սովորելու, թե պարտությամբ սովորեցնելու, ամեն, հələ քննա ինչի մարես դու այսօր եկեղեցի, եկել ես սովորելու, եկել ես հանդիմանվելու, թե քեզ ցուցադրելու եւ հպարտ խոսքերը շարադրելու։ Զգույշ եղիր ոտքերիդ համար, հակի ինչ սրտով ես գնում, կամ ինչ սրտով ես այցելում մեկիտուն, նպատակդ ինչն է, խաղաղությունը թե ավերջությունը։ Զգույշ, էսի ասոտան համար ասում, բայց դու ամեն տեղ քահանայապետի պատմուճանի քղանցներին, որ շարված էր զանգակ ու նուռ, ամեն քայլը գցելու զանգ էր տալիս։ Հոգևոր պտղի մարես գնում քահանա, թե չարության։ Զանգ, 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 իրականից այդքան էլ հաճելի բան չէր։ Այո, ու նաև այդքան էլ հաճելի բան չէ, որ ամեն րոպե միտքդ է քեզ զնգսնում, ուր ես գնում, ինչի մար ես գնում, նպատակդ ինչ է։ Լսեք այդ զանգերը, եթե չար նպատակի համար եք կատաղած գնում, ետ գնացեք։ Կատաղելով ես գնում, կատաղած գնացողը միշտ չարիքի մար է գնում, ու միշտ չարիքի է հանդիպում, այդ չարիքներ չի կարում ի կատարածի, ամեն չի հասնում տեղ։ Իսկ եթե գնում ես խաղաղության համար, նա քննի, նպատակդ իշն է քեզ ցույց տաս, թե Քրիստոսին։ Քո գաղափարները խսկես, թե ավետարանը տարածես։ Այդ երբ ամեն տեղ հարց տակ, այն օր էլ ասեցի, որ արթնանում եք մի հատ հարց տվեք, ձեր առօրյա, առավոտյան ծախսած 4 ժամից կերևա դու ով ես։ Առավոտյան զարթնելուց ամենաառաջի 4 ժամը ումն ես տալիս։ Լավ 2-ից գնանք։ Մարմնին մարմնավոր ես, հոգին հոգևոր ես։ Դե բնականաբար, որ դու Հիսուսին շատ սիրես, ամենաառաջի ժամերը նրան կնվիրես։ Եվ օրորի ժամերը կշատացնես, ամեն, ու մի հատ էլ քննի առօրյա 12 ժամվա, 8 ժամը, 5 ժամը, 6 ժամ ումն ես տվել։ Մարմնին մարմնավոր ես, հոգուն հոգևոր ես։ Ում շատ սնում խնամում ես, նրան էլ ժամանակդ նվիրում ես։ Ամեն, արդարացում չպերեքստ է, էդի իրական փորձած բան եմ ասում քեզ։ Զգույշ եղիր ոտքիդ համար, երբ գնաս ասոտունը, և մոտեցիր ավելի լսելու համար, քան թե մատուցանելու հիմարների զոհը, Այսքան թե մատուցանիր առեք փագագծի մեջ ու մինչև վերջ փագեք, որովհետև տպագրական թերություն կա ստեղ։ Քան թե մատուցանիր հիմարների զոհը, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Հիմա կարդում եմ բացվածը հոգու խորհուրդը, թե ինչա նշանակում։ Եվ մատուցանի եւ մոտեցիր ավելի լսելու համար փագագծի մեջ գրեք։ Եվ ոչ թե նրանց պես, որ առանց սովորելու և հոգուց մկրտվելու սպասավորություն են անում, և չգիտեն, որ դրանով վշտացնում են Տիրոջը և մեղքործում։ Ամեն, սա է այս բարդ գրի մեկնությունը։ Նորից և ոչ թե նրանց պես, որ առանց սովորելու և հոգուց մկրտվելու սպասավորություն են անում, չգիտեն, որ դրանով վշտացնում են Տիրոջը և մեղքործում։ Երկրորդ խոսք. մի շտապիր լեզվովդ, հարց տվեք լեզեզի, խոսալուց չեք շտապում։ Ես շատ շտապիկ եմ էլի, վլվլցրելով խոսում էի։ Ով որ արագախոս է, գիտությամբ թերի է։ Սա թեպետ Պողոս առաքյալը, ես անվարժ եմ խոսքի մեջ, դանդաղախոս եմ, բայց ոչ գիտությամբ կողման է, ամեն, ով արագախոս է, նա անձից է քարոզում, նա հոգու հետ կապ չունի, նա շատ ստեր կքարոզի, եթե ուշադիր լինեք նրա բառապաշարին, ամեն, ով արագախոս քարոզիչ է, գիտությամբ տկար է, իմաստուն քարոզիչ չի, դա Պողոսն է ասում։ Եվ անպայման լեզվով սայթակելու է։ Հլա իմ ես մատուցանելը էլի արագ է, ավելի հանդարտ, ավելի դանդաղ, որ մանուկը չխեղդի, հասնանկալի ուտի, ամեն։ Մի շտապիր լեզվովդ
Եվ սիրտդ շուտով բան չարտասանե Աստծոյ առաջ։ Գրեք համարները արագախոսության, որ Աստված դեմ է դրան։ Մի շտապիր լեզվովդ եւ սիրտդ շուտով բան չարտասանե Աստծոյ առաջին գիծը գծեք ու գրեք։ Առակաց 10:19 Մատթեոս 12:36 ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Քո խոսքերովդ պիտի արդարանաս եւ խոսքերովդ դատապարտվես։ Մատթեոս 12:36 Երկրորդ Կորինթացիս 11:6 Պողոս ասում թեպետ անվարժ եմ խոսքի մեջ, բայց ոչ գիտության կողման է։ Եվ Հակոբոս 1:19 վերևինն էլ երկրորդ Կորինթացիս 11:6 Հակոբոս 1:19 ինչ ասում, թե ամեն մարդ թող արագը լսելու մեջ, բայց մեր մոտ հակառակն ալնում, արագ են խոսելու մեջ, քուրեր կարեն օչերեդն են տալիս, ընձի են հարցախեղ տանում, աղջի այքույրի կայնի լխանքդ կտրավ, Էտես լսելու մեջ խանքապատար լսի, ամեն, ոչ թե խոսելու մեջ, հավատացեք չես կարում պատասխանը, գտնես արագա կրակում, ճարպիկա արագ խոսելու մեջ, բայց արագ եղեք լսելու մեջ, դանդաղ ու քիչ խոսելու և բարկանալու մեջ, ամեն, միշտապիր լեզվովդ Եվ սիրտդ շուտով բան չարտասանե Աստծոյ առաջին, մտածանար բերանիցդ դուրսան, որովհետև Աստված երկնքում է և դու երկրի վրա, սրա համար թող խոսքերդ քիչ լինեն, պատվիրան ասա, նորից եմ կարդում, միշտապիր լեզվովդ և սիրտդ շուտով բան չարտասանե Աստծոյ առաջին, եսի քույրիկ թե եղբայր մեկ է այս օրենքը, որովհետև Աստված երկնքում է և դու երկրի վրա, սրա համար թող խոսքերդ քիչ լինեն, ով որ այս պատվիրանը չի պահում, չի փրկվի, ամեն, որովհետև երազը գալիս է զբաղմունքի շատությունից և հիմարի ձայնը շատախոսությունից, ով հիմարա շատախոսա, ինքը հիմարա, Ատու ասացները չեն կարա իմաստուն լինեն, ամեն, շատախոս, արագախոս, մարդուն կարաս չլսես, հիմարա ինքը, գիվն ասում, ես չեմ ասում, ասում այ հիմարը եթե անգամ դանդաղախոս դարնա հանդարտ խոսա, կարելի է նրան իմաստուն կոչել, բայց նա հիմարա, բայց ուրեմն դա իշքան կարևոր պարգև է, պատկերացիք ես Են հին կյանքով որ, բայց իմացեք իշքան կարևոր պատկերացնում եք լեզուտ ինչ ալնում, չեն հասցնում մարդիկ ընկալեն, հլա ես իմ մատուցման ոչն էլ արագ, բայց որ մեջ որ դանդաղացնեմ կաղա քնեք, ամեն, բայց իսկական սրբերը դանդաղ է խոսե, քնում ես քնի, էդի քու խնդիրնա։ Ուրեմն որովհետև երազը գալիս է զբաղմունքի շատությունից և հիմարի ձայնը շատախոսությունից, շատախոս մարդը նաև չարախոս է, շատախոս մարդը նաև եթե իրեն չեն լսում չարանում է, ամեն, շատախոս և արագ խոսողը շուտ բարկանում է, քչախոս, հանգիստ, հանդարտ, խոսողը ուշ է բարկանում, համարյա չի չարանում, տեսնում է դիմացինը դիվա արայել դրա այդ ինչ անի, ենի խոսում դու խոսում ես, ենի խոսում դու խոսում ես, Հավատա հանցավոր ես դառնում, որ դու այդ արագախոսի հետ նորից դնում ես ու իրա նման պետք է դառնաս, չկա կամ պարտված ես, կամ պետք է գլուխդ կախես գնաս աղոտ կանես, կամ էլ պետք է իրա նման լինես ու խայտարակ լինես, ամեն, որովհետև երազը գալիս է զբաղմունքի շատությունից և հիմարի ձայնը շատախոսությունից, երբ որ Աստծուն ուխտ ես ուխտում, մի ուշացնիր նրան հատուցանելու, որովհետև նա Աստված հիմարներին չի աճում, ինչ որ ուխտում ես կատարիր, հիմա կարդում եմ առաջի մասը բացատրեմ, եթե Աստծուն ուխտ ես ուխտում,
մի ուշացնիր նրան հատուցանելու։ Ինչ է նշանակում։ Բերանիցը դուրս եկած խոսքերդ կատարիր ում որ խոստացել ես։ Կապ չունի ինչ ես խոստացել։ Կատարիր, եթե ոչ դու հիմար ու ստախոս ես։ Երբ որ ուխտ ես ուխտում, երբ որ Աստուն ուխտ ես ուխտում, մի ուշացնիր նրան հատուցանելու։ Խոսք ես տալում, ուխտ, խոսք, ուխտել, անպայման գալու եմ քույրս։ Կամ մի հաստատ բան ասա, եթե Տերը կամենա կայցելեմ քուրս, ամեն որտեղ չգիտես դեպի ինչ փորձություն կա։ Ուրեմն երբ որ Աստուն ուխտ ես ուխտում, նաև Աստուն Տեր ես բանը կանեմ, Տեր դունձի օրտի ես քո բաժինը կանեմ, տունս տեղս օրտի պահապանի ես ամեն բանը քեզ կընծայեմ։ Ների ես չէ։ Իմ որ մայմար որ հնեղության մեջ ինչ ասես խոստարում է։ Ների ես։ Ատե ասոքրության կարիքը կա։ Ուրեմն բերանիցը թելած բարերից զգուշել։ Ինչ բերանիցը թելավ, պետք է կատարես, եթե ոչ դու ստի հոր զավակ ես։ Երբ որ Աստուն ուխտ ես ուխտում, մի ուշացնիր նրան հատուցանելու, որովհետև նա հիմարներին չի հաճում, ինչ որ ուխտում ես կատարիր ուշադիր, եթե մի եղբոր քրոջել ես բանը խոստանում, էլի դու Աստուն ես ուխտանում, ամեն։ Աստուն ես խոստանում, ասում է ոչ թե մարդուն եք անում, հապա Աստուն եք անում Եփեսացիների ուղերձում։ Բերանիցը դից դուրս եկա, որ պիտի անես, մեկին ասում ես, Հեթանոսի ես նաև ասում։ Դու Աստուն ես խոստվել, պարտավոր ես գնաս կատարես, որ Աստծո անունը չհայոյվի, թե ամեն։ Երբ որ Աստուն ուխտ ես ուխտում, մի ուշացնիր նրան հատուցանելու, որովհետև նա հիմարին չի աճում, ինչ որ ուխտում ես կատարիր։ Լավ է որ չուխտես, քան թե ուխտես եւ չկատարես, զանցանես։ Թող մի տարբերանի, տեսեք ինչքան է խոսում լեզվի մասին ժողովուղի այս 5-րդ գլուխը։ Թող մի տարբերանիդ, որ մարմնիդ մեղանչել տա։ Հիմա տեսնում եք, որ լեզուտ ավելի հզորական թե մարմնիդ յուրաքանչյուր անդամը։ Այդ դրա համար էլ Հակոբոսը մարդու կատարելությունը դնում է լեզվի կատարելության վրա։ Լեզուտ կատարյալ սանձվածը մարմինը դրիվ ենթակա է Սուրբ Օգուն, ամեն։ Այ անիրավ լեզու, ասում եմ մարմինը տենդի մեջ տարապում է, բայց լեզուն օչերեդով կրակում է։ Փորձերեք, այս լեզուն երբեք չի հիվանդանում, երևի մենակ մեռնելուց է ձենը կտրում։ Կտրենել էլի չէ տակից խոսում է։ Եթե կտրեն, մենակ մեռնելուց են Սուրբ Օգին, որ գալիս է քեթ հաղում է, հաճ ժամանակ է լեզուց սանձվում, ամեն։ Լավ է որ չուխտես, քան թե ուխտես ու չկատարես, թող մի տարբերանիդ, որ մարմնիդ մեղանչել տա, եւ Աստծոյ պատգամավորների առաջին մի ասիր թե սխալմունք եղավ, Աստծո էշտագների, Աստծո սուրբերի դեմը, նայում ես երեսս ու խաբում ես, հոգին էլ ասում է ստում ալը, միջանկյալ հարց եմ տալիս, նորից ես սուտդ ստով հաստատում, թող մի տարբերանիդ, որ մարմնիդ մեղանչել տա, եւ Աստծոյ պատգամավորի առաջին մի ասիր թե սխալմունք եղավ։ Ինչու համար Աստված բարկանա քո խոսքի համար, տեսեք, խոսքի համար կպատժվեք եւ քու ձեռքիդ գործը ավրե։ Օրհնությունը տանի քեզանից։ Որովհետեւ շատ երազներում եւ շատ խոսքերում շատ էլ ունայնություններ կան։ Բայց դուն վախեցիր Աստվածանից։ Դու ինչի մասին խոսում ես, կարող քնես դրանից երաս տեսնես, ամեն։ Կա ինչի մասին մտածես, քնես դրա համար երաս տեսնես։ Մտածես կարող Կարինը ծխում է։ Մի օր մեկ զանգոսում է, գիտում ես ծխում է։ Ինեն չել իրար հետև իր ծխում։ Ասում եմ մեղա եմ Տեր ջան, քնում ես քո վրեն երաստե, բայց տկար նորեկ մորթա։ Ինքը ծխելու ցանկություն ունի վերագրե հնձի։ Հասկանում եք, եթե դուք մարգարե եք, Տերը ձեզի իրական տեսիլ կա տալում, պետք է գնաք ու ուղիղ ասեք, թե դու ինչի մեջ ես, որ այդ մարդը խղճահարվի ու ապաշխարի, բայց որ ես ծխախոտի ծուխ ես կպնում ակթի զզվում եմ, էդի չի կարա լինի, ամեն, որովհետև շատ երազներում, մի խոսքով ինչի մասին դու քո մեջ մտածում ես, կարա դրա վրայով երաս տեսնես, ամեն,
Ասի գնա Հիսուսի անունով աղոթ կարա, եթե վաղն էլ կտեսնես ծխում եմ, արի խոսենք։ Զանգեցի էլ ինքը չզանգեց, ասի տեսար ծխում է, չի ասում էլ բան չտեսա։ Ուրեմն չի կարա Աստվածանից եղած երազը մեկ քանի անգամ չկրկնվի, ամեն։ Նույն ատիպի կամ մեկ քիչ տարբեր օրինակներով նույն բանը հասկացի, ինչպես Փարավոնը տեսավ, ինչպես Դանիելը, չէ, Հովսեփը ասում է, որ երազների երկու անգամ կրկնվել է նույն ատիպի մտքով, բայց ցորենների եւ հորթերի, արչարների օրինակով, ապացուցում է, որ երազը Աստվածանից է, չի կարելի էս կոպիա նույն ոճի երազ սատանան ցույց տա, եթե դու միշտ աղոթք ես անում չարից եկած երազները թող խափանվի։ Որովհետև երազներում եւ շատ խոսքերում շատ էլ ունայնություններ կան, բայց դու վախեցիր Աստվածանից, ամեն։ Եթե մի աղքատի զրկանքը եւ արդարության ու իրավունքի հափշտակվելը տեստես մի գավառում, մի զարմանար այդ բանին, խոսքի եկեղեցում մեկ իրավունքը ծռում ու սխալ դատ են անում, որովհետև բարձրից մեկ ավելի բարձրը նայում է, հովիվներից բարձրել վերադաս Աստված կա եւ բարձրեր կան նրանց վրա, դու հազնատիրոջը մի կռիվորա, այդ սխալ դատավորի, սխալ առաջնորդի դատը Աստված կանի ու դու կտեսնես, որտեվ իրանից բարձրել դատավոր կա, ամեն, մենակ ինքը չէ, գերագույն դատավոր չէ, հիմա երկրում կա, բարձրագույն դատավոր, այո, այդ դատավորների, հովիվների ավագ դատավորն ընդ է նստած, ամեն բառին վանքին ուշադիր է։ Երրորդ խոսք, եւ երկրի օգուտը ամեն բանում այն է, որ թագավորը երկրին նվիրված է, ալելույա, հոտի եսի եկեղեցուն է վերաբերվում, հոտի ամենալավ բանը գիտես իշնա, որ ղեկավարը նվիրվու կա հոտին, ամեն, աղքատներին, արդարներին տեղակագնում, ամբարիշտերին հանդիմանում, սաստում, խիստ հանդիմանում է, որ արդարությունը թագավորի եկեղեցում։ Եվ երկրի օգուտը ամեն բանում այն է, որ թագավորը երկրին նվիրված է։ Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստություն սիրողը եկամուտից, նա ագահ, միշտ ասելի է Եշո, սա էլ է ունայն, բարիքները շատանալի շատանում են նրա ուտողները, շատ ճիշտ բան ասում։ Ուրեմն նրա տերերի համար ինչ շահ կա բացի իրենց աչքովը տեսնելուց։ Քաղցր է գործավորի քունը, թե քիչ ուտենա, թեկուս շատ, բայց հարուստի կշտությունը նրան թող չի տալիս, որ հանգիստ քնե։ Հետաքրքիր է, համ կուշտ ուտողը չկարում քնի, համ շատ ունեցող անկուշտ հարուստը, քունը փախնում է, ամեն մի ճիչից, ամեն մի ձայնից զարթնում լնում է լուսամուտներն անայում, չէ։ Էնել են քարակերը ստամոքսն է խանգարվե, էնել է տիցան հանգիստ։ Այո, հարուստ ագայի ստամոքսն էլ է խանգարված, քունը փախնում է վախից, ամեն։ Շատ հետաքրքիր բան է։ Նորից կարդամ, քաղցր է գործավորի քունից, բանվորի մարիշ կա 5000 դրամ առե, եկեմ այդ բուխան կավարե, հացը պարերով կերը, չայն էլ խմե քելերա։ Գողը գա ինչը տանա, կոմստամոքսում ինչ կա, որ անհանգստություն տա։ Հետաքրքիր է, չէ։ Քաղցր է գործավորի քունը, թե քիչ ուտենա, թեկուս շատ, բայց հարուստի կշտությունը նրան թող չի տալ, որ հանգիստ քնե։ Լավ օրինակ է, որս ես աղբերս քիչ ավկա, քունդ կփախնի, չես կարա քնի, կոսուղբել լավ չես ընչի է, ով որ շատ հարստություն ունեմ չեմ կարա քնի, չէ, կհարանվի վրեդ։ Տեսա, որ մի վատ ցավ կա արեգակի տակին, այսինքն այն հարստությունը, որը պահվում է իր տիրոջ ձախորդության համար։ Պատկերացնում եք հավաքում, սուքի վրա ծախսում։ Մի չար դիպված գալիս է, սրբում ու տանում է, չկերավել, չվայելեց, ամեն։ Սա էլ է իրոք չարիք։ Եվ այն հարստությունը մի չար պատուասով կկորչի, եւ նա որդի է ծնել, բայց ձերքին մի բան չկա։
Ինչպես որ նա ելավ իր մոր որովայնից այդ հարուստը մերկել ետ կդառնա կգնա ինչպես եկել էր այդ իր տանջանքով կուտակածից ոչինչ չի մնա կամ ոչինչ չի տանի իր հետ ամեն ինչպես որ նա ելավ իր մոր որովայնից մերկել ետ կդառնա կգնա ինչպես եկել էր եւ մի բան վեր չի առնել իր աշխատանքիցը որ կարող էր տանել իր ձեռքին բան չես տանելու միայն թե բարիք գործա սուրբերի պետքերին ու ավետարանչությանը հաղորդ դարի այդի կտանես քո հետ ու քո ընտանիքով սեր խաղաղություն վայելի ու հոգիներ դարձի բեր ամեն սա էլ է մի վատ ցավ ինչ է հարուստի պատմություն ամեն որ աշխատեց բայց բան չտարավ իր հետ սա էլ է մի վատ ցավ որ բոլորովին ինչպես որ եկավ այնպես էլ գնալու է եւ նրան ինչ օգուտ կա որ աշխատեց քամի համար քամի ոչինչության համար պիտանի չելավ իր աշխատանքը նա իր բոլոր օրերը խավարումը կուտե խավարում կանցկացնե ուղեկեսի գնաց դժոխք է գոնե փրկվեր որտեվ եթե նա դրախտ գնացող լիներ իր տան օրդությունը չէր կորի ամեն տիրոջ տված օրդության մեջ չարիք չկա իսկ դևի տված օրդության մեջ հարամ բանի մեջ այդ հարստության մեջ հարամ ձևի հարամ ճանապարհով գալիս է սպանելով գողանալով շնանալով ատենց էլ դևը գալիս սրբում տանում է նա այդ հարուստը իր բոլոր օրերը խավարում կուտե խավարում կանցկացնե գրեք մեծ վշտով ու ցավով եւ բարկությունով դժոխքում տառապելով ամեն վերջում էլ գնաց դժոխք ոչ երկրի վրա մի բանի ասավ անուն շահեց կամ հարգանք պատի ոչ էլ հավիտենության մեջ գնաց ասում սա իրոք տառապանքա ու մեծ ցավ երանի մարդիկ հասկնան ու այդքան չտան ագահության 18 խոսք ահա այս իմ տեսածը լավ է ուշադիր որ վայելու չէ ուտել եւ խմել եւ բարիք վայելել արեգակի տակին իր քաշած տանջանքովը աստծո իր տված կյանքի քիչ օրերումը ինչ տվել է Տերը սեր ու բարիշ քո ընտանիքի հետ կեղմա վայելի ու բարի անուն վաստակելով հոգիներ շահի ամեն սրանից կարևոր թանկ բան չկա ամենախելքով է սկանի ամեն իսկ մարկո չի ուտում չի խմում կուտակում մի հատ նարկաման զավա գալում բնաջնջում սա ահա այս իմ տեսածը լավ է որ վայելու չէ ուտել եւ խմել եւ բարիք վայելել արեգակի տակին իր քաշած տանջանքովն աստծո իր տված կյանքի քիչ օրերումը կարճա չէ որովհետև դա է նրա բաժինը այդ կարաստանես քո հետ համ երկրի վրեն վայելես սեր խաղաղություն միություն ու սրբություն համ էլ երկինքը գնաս վայելես վարսքերտել ընդեստանաս թե ինչքան ես տիրոջ փառքի համար ընծայե եւ ինչքան ընտանիքներես տերով խաղաղեցրե ու դարձի բերե ամեն նաեւ ամեն մարդ որին Աստված տվել է հարստություն ու կայք ստասվածք նկատի ունի կայքը ստասվածքն է նաև ամեն մարդ որին Աստված տվել է հարստություն ու ստասվածք կայք եւ նրան իշխանություն է տալիս նրանից ուտելու եւ բաժին առնելու սա Աստծո տված օրհնություն է ամեն եթե մարդը կարում է իր աշխատածը վայելի ոչ թե դևերին կերտա վայելի իր ընտանիքի հետ հարազատներով եկեղեցու անդամներով մի կտոր հաց իրար հետ են կուտում մի կտոր միստել են իրար հետ ուտում վերջ ընտանիքով ու եկեղեցին նկատի ունի եկեղեցի հետ սեր ու խաղաղ վայելում ես դա իրոք Աստծո պարգևն է նաև ամեն մարդ որին Աստված տվել է հարստություն ու կայք ստասվածք եւ նրան իշխանություն է տալիս նրանից ուտելու եւ բաժին առնելու եւ իր աշխատանքով ուրախանալու ուշադիր սա Աստծո պարգևն է ուրեմն մարդը որ իր ունեցվածքը չվայելած թողնում գնում է կամ կուտակում մի չարիք գալիս սրբում տանում է նա նզովված է նա Աստծուց օրհնված չի
Աստծո տված օրհնությունների մեջ տրտմություն չկա, ամեն։ Աստվածը քեզ հարստություն դիզելու կարողություն տալիս, եթե դու ձեռդ բացում ես Աստծո տվածից Աստծո աղքատ սուրբերին ավետարանչությանը եւ քո ընտանիքի հետ սեր ու բարիժ վայելում ես, ամեն։ Ինչ էլ որ առնում ես, ընծայում ես բարձյալի սրբերի ոտքերի տակ, ամեն։ Կարիքավորին ասնում ես, նեղյալին օգնում ես, բայց ամեն բանը Տիրոջ հրամանով եւ Տիրոջ կամոք, ամեն։ Նորից կարդամ նաեւ ամեն մարդ, որին Աստված տվել է հարստություն եւ ստասված կայք, եւ նրան իշխանություն է տալիս նրանից ուտելու եւ բաժին առնելու եւ իր աշխատանքով ուրախանալու, սա Աստծոյ պարգևն է, ալելույա։ Որովհետև նա իր կյանքի օրերը շատ չէ հիշելու, որովհետև Աստված պատասխանում է նրա սրտին ուրախությամբ, ամեն։ Եթե նա իրոք Աստծո դեմ ուղիղ այլ է, նրա ընտանիքում սերը, ուրախությունն ու խաղաղությունը պիտի թագավորի, ամեն։ Թող փառավորվի Քրիստոս այս օրհնյալ գլխի համար։ Այսքանով ավարտեցինք ժողովող 5-րդ գլխի սերտողությունը, ամեն։ 6-րդ գլուխ հարստությունը եւ պատիվն էլ ունայն է։ Իրականից եթե դա սրբության չի ընծայվե, ունայնությունը։ 6-րդ գլուխ Միջ հարիկ կա, որ տեսել եմ արեգակի տակին, եւ նրանից շատ կա մարդկանց մեջ։ Իշնա։ Մի մարդ, որին Աստված տվել է հարստություն, ստասվածք եւ փառք, որ ոչինչ պակասություն չունի իր հոգի ցանկացած բաներից, ամեն ինչ ունի, բայց Աստված նրան իշխանություն չի տալիս նրանից վայելելու։ Պատկերացնում եք ինչքան մամոնայապաշտ կուտակում, չի եմ որ ասում ղիմիշում ծալ, չի կամենում դրանից օգտագործի։ Ես տեսել եմ էլեկտրիկ դեկե հոսանքն անջատելա, գրպանում, գումարն ելելա, մի օր թողելատես նոր տարելա միացրելա հոսանքա ստաց։ Հասկանում եք դա մամոնայապաշտության ոգին է։ Հիմա տեսեք ինչ պարզագրում, բայց Աստված նրան իշխանություն չի տալիս նրանից վայելելու, այլ մի օտար մարդ է ուտում այն, սա ունայնություն է եւ վատցա, ոնց, ինքը կուտակում չի վայելում, ինքը մեռնում է ուրիշ տակալում վա, մեկին իրոք բաժին անկնում էտի, մեռնելուց հետո իշում եք են հարուստի ողբերները, իս ձևի են խժռում այդ հարստությունն ու բաժանում իրար մեջ, իրոք որ էսի ցավա, դրա համար աշխատածդ համ Տիրոջը բաժինան, համ էլ վայելի քո ընտանիքի հետ, քո հոգևոր սուրբ եկեղեցու հետ, ամեն դրանից խելացի մարդ երկիրը չի տվել, նորից կարդամ, էսի լավն է, մի մարդ որին Աստված տվել է հարստություն, ստասվածք եւ փառք, որ ոչինչ պակասություն չունի իր հոգի ցանկացած բաներից, բայց Աստված նրան իշխանություն չէ տալիս նրանից վայելելու, այլ մի օտար մարդ է ուտում այն, սա ունայնություն է եւ վատ ցավ։ Եթե մի մարդ 100 որդի ծնի եւ շատ տարիներ ապրե եւ նրա տարիները շատ լինին եւ նրա հոգին չկշտանա բարիքից, իրականից աչքը չկշտանա, էլի սոված մնա վերջը չվայելի երկիրը, բարիքները, եւ նրա հոգին չկշտանա բարիքիցը, եւ նա թաղում չունենա, ես ասում եմ, որ վիժվածը նրանից լավ է։ Պատկերացրեք ծնողա 5 երեխա ունի, մեկը դեռ չի կայնում ծերության շեմին, չծնվեր, չգար աշխարհը դուզ լավ չէր։ Բայց ես մի բանում դեմ եմ այս խոսքին, եթե նա սուրբ կյանք է ապրում, սուրբ է, իրոք աստուրանավիր է, չէ, նա պետք է ծնվեր գար աշխարհ, որ երկինք գնար, ամեն, բայց եթե այդ ամեն բանի մեջ ինքը պիղծ կյանքի մեջ է ու այդ օրն է, բաժին ենք է իրան, ինքը չծնվեր ավելից լավ էր, ամեն։ Նորից կարդամ, եթե մի մարդ 100 որդի ծնի եւ շատ տարիներ ապրե եւ նրա տարիները շատ լինեն
եւ նրա հոգին չկշտանա բարիքիցը եւ նա թաղում չունենա, ես ասում եմ, որ վիժվածը նրանից լավ է, որովհետեւ նա ունայնությամբ գալիս է եւ խավարով գնում տե, գնում է խավար ամել, չծնվեր ավելից լավ էր, չէր գնա դժոխք գոնե, ամեն իր հոգի, որովհետեւ նա ունայնությամբ գալիս է եւ խավարով գնում, եւ խավարումը ծածկվում է նրա անունը, արեգակն էլ նրան չի տեսել եւ չի ճանաչել, նա նրանից հանգիստ կլինի, եւ եթե նա ապրե 1000 տարի կրկին անգամ եւ մի լավություն չտեսնե, չէ որ ամենքն էլ մեկտեղ են գնում, չապրեր ավելից լավ էր, ամեն, չծնվեր հոգինա դժոխք գնալու, ասում անասունը դրանից լավ է ամեն, որտեւ անասունը դժոխք չի գնում, ննջելուց, մեռնելուց, սատելուց հետո, բայց սրանք մեռնելուց հետո դժոխք են գնում, ամեն, այդ բանով ասում առակած գիրքը, եւ մի լավություն չտեսնե, չէ որ ամենքն էլ մեկտեղ են գնում, մարդիս բոլոր աշխատանքը իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանում, մարմնավոր աշխատանքը մեծամասամբ, բերանի ու փորի համար ամեն, բայց հոգի սոված է մնում, դրա համար ասում ագան կուշտ, մեկի չել աստծմով արստացի, մեկի չել ասոտուն գնա, ասո ավետարանչությանն ու ողորմությանը բաժին ան, ամեն, որընդե բան ունենաս, թե չէ, կերածդ գնում է արտակնոց, կուտակածդ էլ մնում է ուրիշ նավայելու, որովհետև իմաստունը ինչ գերազանցություն ունի հիմարից, ստե տպագրական թերություն կա, և ինչ այն ապրել գիտցող աղքատը ապրողների առաջին, փաղագծի մեջ բացեք եվից առաջ և ինչ, և վերջակետից հետո փակեք ու գրեք, որովհետև իմաստունը գիտե իր ապրած կյանքի նպատակը, հիմա 8-րդ խոսքը կարդում եմ ուղղած ձևի, կտեսնեք, որ հարց է տալիս ու դա պատասխանն է, որովհետև իմաստունը ինչ գերազանցություն ունի հիմարից, ասենք ինչ տարբերություն, պատասխանը, որովհետև իմաստունը գիտե իր ապրած կյանքի նպատակը, ամեն, նա ապրում է երկնքի համար, գանձեր է դիզում երկնքում, իսկ հիմարը չգիտի կուտակում ուրիշն է գալիս վայելում, լավ է աչքով տեսնել, քան թե մտքով զբաղվել, սա էլ է ունայն և քամի աշխատանք, ոնց, մարդը իրական աշխատում իր հարստությունը տեսնում վայելում է, են նախանձը պատկում երանում է, որ ես սենց հարուստ լինեի ու տառապում է, մտքով տանջվում է, նախանձում է, վերջը, երազում է տեսնում էտի, բայց զարթնում է տենում է աղքատը, էս նկատի ունի, լավ է աչքով տեսնել, թեկուզ քիչը տեսնես աչքով, քան թե մտքով զբաղվել, երազել, սա էլ է ունայն և քամի աշխատանք, ինչ որ եղել է, նրա անունը արդեն դրված է, և հայտնի է, որ մարդ է, և որ նա չի կարող վիճել իրենից զորավարի հետ, որովհետև շատ խոսքեր կան, որ ունայնությունը շատացնում են, խոսելով ստություն ու բարկություն է շատացնում, ամեն, որովհետև շատ խոսքեր կան, որ ունայնությունը շատացնում են, մարդիս ինչ օգուտ դրանից, մարդիս ինչ օգուտ, ավելի շատ իրա վարքն է գցում, ամեն, լեզվանի լաչարի անուն վաստակում, որտև շատ խոսքեր կան, որ ունայնությունը շատացնում են, մարդիս ինչ օգուտ այդ խոսքերից, որովհետև ով գիտե, թե ինչն է լավ մարդիս համար կյանքի մեջ, նա իր կյանքի սակավաթիվ օրերումն ունայն է լինում և նրանց շուքի պես անց կացնում, և ով էլ պիտի մարդիս իմացնե, թե ինչ կլինի նրանից հետո արեգակի տակին, մեկը չկա, որ ասի, ինչ ա լինելու քու ննջելուց հետո քո ընտանիքին և ստասվածքին, էդի մենակ կարա տիրոջ մարգարեն ասի, ամեն, իրոք սա էլ է ունայն, դու չգիտես, ամենաճիշտը ուտես, խմես, սուր կյանք ապրես տիրոջ անունի համար բարիքներ
գործես Տիրոջ ավետարանչությանը ու սուրբերի պետքերին հաղորդ լինես։ Ամեն դրանից ճիշտ բան չկա երկրի վրա։ Դե որ կա, դուք Սողոմոնից իմաստուն եք, ասեք։ Ես համամիտ եմ Սողոմոնի հետ։ Այսքանով ավարտեցինք ժողովողի 6-րդ գլխի սերտողությունը, ամեն։ Եվ մեր այսօրվա սերտողությունը մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։